կցանկանայինք մի փոքր մանրամասնեիք ակցիայի ընթացքի մասին, ինչպես է նախատեսվում իրականացնել, քանի որ նախորդ անգամ նշել էին, որ մեկ շաբաթյա ակցիա է նախատեսվում իրականացնել։ Հույս ունենք, որ մի շաբաթ չեն թողի, որ այդ տղան տանջվի, որովհետև անվասալակով տանել բանտ ու այդ ամեն ինչը մանավանդ ասում են, որ կանայք ավելի բարեկույթ են լինում, հիմա չգիտեմ, մենք փորձում ենք գոնե հույս դնել, որ մեր նախարարը բարեկույթություն ունի, եթե ինքը չունի, գոնե առողջապահության նախարարը միշտ խոսում է, որ ինքը մայր է եւ տղաներ ունի, գոնե ինքը կարող է միջամտել եւ այսպես փրկել իշխանության մեր դեմքը եւ կարողանա այդ տղային գոնե տնային կալանք տան, որովհետև չգիտեմ էլի, եսի մինչ հանցագործություն չի կատարել ու գիտենք հանցագործներ ովքեր որ հիմա քայլում են մեր մոտ փողոցներում, բայց այդ տղան ընդամենը այդ կարծում եմ այդ տեսահոլովակը բոլորը տեսել են թե ինչա կատարվել եւ այնտեղ հանցանք պարունակող տարերի բացակայությունը ակնհայտ է, բայց շարունակում է պատիժ կրել եւ այսպիսով սա ոչ միայն Դավիթ Մինասյանի դեմ է այս ամեն ինչ անում իշխանությունը, այլ փորձում է ընտրություններից առաջ այնպիսի վախի մթնոլորտ սերմանել, որ բոլորս վախենանք, ուղղակի տեսնենք Նիկոլ Փաշինյանին անցնելուց, սարսափենք մի վատ բան ասենք կամ ասենք այն ինչ որ մտածում ենք իր մասին, կարծում եմ նրան ինչ որ չափով հաջողում է դա անել, որովհետեւ ամբողջ օրը քաղաքով քայլում է, այդ ատելության խոսքը սերմանում է, ոնց որ դա իր ոչն է, ամենուրեք սարքել այդպիսի սկանդալներ իր անվան հետ, մարդիկ դուրս կան, իհարկե հիմա եթե Նիկոլ Փաշինյանի մոտով անցնի, ես չեմ կարող ուղղակի նայել կամ չգիտեմ մարդիկ ոնց են կարողանում իրեն բարևել այս ամեն ինչից հետո, բայց հենց իր ուզածն դա է, որ հասարակությունը այսպես վիճակում մտնենք, նայենք այդ տղային ու անճարանանք, այդ անճարությունն էլ բերում է նրան, որ մարդիկ ոչ ընտրություններին են մասնակցում, ոչ քաղաքականությանը, ամեն ձև փորձում է բոլորից դարձնել հաշմանդամ, մեկին իրական, մեկին հոգեպես, մեկին բարոյապես, ամեն ձև այս ատելության խոսքի ֆոնին, որ չկարողանանք ոչ մի բան անել, ուղղակի անճար նստենք տներում, իսկ իր ընտրազանգվածը գնա եւ իրեն ընտրի։ Պետք է անընդհատ դուրս գալ ու պայքարել ամեն ինչի համար։ Իհարկե երազում ենք, որ ունենանք իրավական պետություն, որտեղ որ ցանկացած ատելության խոսք, ինչպիսին որ այդ չեմ էլ ուզում ասեմ այդ ինչն էր մեր արցախցի կանանց վիրավորողներին ու բոլորին համարժեք պատասխան կլինի, բայց քանի որ չունենք իրավական պետություն, դրա համար փորձում ենք քչականակ, չգիտեմ, ակցիաներ իրականացնել, ուշադրություն հրավիրել, որովհետև ու ցույց տալ, որ հասարակությունը անտարբեր չի, այդ ապաթիան մեր վրա չի կարող տարածվել, որովհետև իրոք մենք չենք կարող անտարբեր տունը նստել ու նայել, թե ինչպես են 18 տարեկան տղաներին հալածում։